աշխատավորի ընտանիքում։ 6 զավակներ, 3 տղա, 3 աղջիկ, հավատացյալ ընտանիք, հորս և մորս առաջնորդությամբ կանոնավոր կերպով ամեն կիրակի հաճախում էինք եկեղեցի Մայրաթոր Սուրբ Էջմիածին և երբ մոտենում էինք մուտքին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, հայրս իջնում էր ծունկի, մորս հետ միասին և մենք հետևում էինք իրենց և այդպես ծլկաչոք քայլում էինք դեպի Մայրտաճար։ Հասնելով Մայրտաճարին համբուրում էինք պատերը, մուտք գործում տաճար և այնտեղ մեկ շարք կանգնում, ծնկաչոք ու արտասանում էինք հայրմերը, որ սովորեցրել էր մեզ հայրս։ Հիշում եմ, որ լիարժեք կատարյալ ճշգրիտ տերունական աղոթք չէր, որ արտասանում էինք, այլ ինքը ինչպես որ սովորել էր, յուրացրել էր այդ աղոթքը, այդպես և սովորեցրել էր մեզ։ Մինչև այսօր էլ սխալ տերունական աղոթքն է, ուրեմն արտասանում հայրս, բայց ջերմեռանդ ոգով և հավատով։ Օրերից մի օր, երբ հորս հետ պատարագը ավարտված վերադառնում էինք տուն, մոտեցավ Տերյան, Վահան Տերյան եպիսկոպոսը և հարցրեց, եթե զավակդ է, հայրս ուրեմն դրական պատասխանեց, այսինքն հաստատեց, այո, և հարցրեց, չես ցանկանա, որ զավակդ ընդունվի ճեմարան և ուսանի հոգևոր ճեմարանում։ Անշուշտ ամեն անգամ, երբ գնում էինք Էջմիածին, մայրս տեսնում էր երիտասարդ պատանի ուսանողներին հոգևոր ճեմարանի և առաստված աղոթք էր բարձրացնում, թե երբ կլինի, որ իմ տղան էլ հասակ առնի, մեծանա և ընդունվի հոգևոր ճեմարան, այդ շարքերում տեսնի իր զավակին։ Եվ հայրս ասաց, որ ինչու չէ, սիրով գնացինք։ Ես անշուշտ չէի կարող առարկել հորս ցանկությանը, հետևեցի հորս, բարձրացանք տեսչարան։ Հիշում եմ, Վահան Սրբազանը պարբերաբար մոտենում էր ինձ, ձեռքով թմթմփացնում հարվածում ուսիս, ասելով, որ ընդունված ես, գնա շորերդ փոխի և վերջ։ Բայց ես մեղված էի հատակի հետ, տեղիցս չէի շարժվում, իմ մտածումի մեջ այն պատկերն էր, որ մուտք գործելով եկեղեցի և բանկ, այլևս երբեք առիթ չպիտի ունենամ տեսնելու իմ եղբայրներին, քույրերին, ծնողացս, որով մտածում էի գեթ վերջին անգամ կարողանամ գնալ տուն, տեսնել, հրաժեշտ տալ, հետո նոր գալ նվիրվել կամ մնալ եկեղեցում, նվիրվել եկեղեցուն։ Դուրս գալուց հիշում եմ, որ այնտեղ փշեպսակով Քրիստոսի նկարը կար աստիճանների վրա կախված, որը տպավորեց ինձ և կարծեք, այսպես ներքին մի հոգեկան կապ, հաղորդակցություն այդ նկարի հետ ստեղծվեց, ծնվեց իմ մեջ։ Գիտեմ, որ դպրոցի տնօրենը զանազան անձինք նույնիսկ սպառնացել էին ծնողիս, թե ինչպես քո զավակին թույլ ես տալիս, որ ճեմարան գնա, բայց հայրս, ինչպես ասեցի, խորը հավատացյալ անձ էր և տեղիք չէր տվել, և այսպես ես ընդունվեցի Էջմիածնի հոգևոր ճեմարան, սովորեցի և ձևավորվեց
իմ անձը մանկավարժների ձեռքերում այսպես հղկվեց եւ այն ինչ որ ես ունեմ որպես նվիրում, որպես հայրենասիրական ընկալում, այդ բոլորը ես երախտապարտ եմ մանկավարժներին, ուսուցիչներին, որոնք որ կրթեցին ու դաստիարակեցին ինձ։ Անշուշտ մեծ էր երջանկայի ժամանակ Վազգեն կաթողիկոսի դերը ուսանողաց կյանքում։ Կարծում եմ, որ այդ շրջանի յուրաքանչյուր ուսանող իր հոգու վրա կրում է Վազգեն կաթողիկոսի դրոշմը։ Անձ, որը նույնացրել էր իր անձը, իր էությունը իր ժողովրդի հետ, որը համակ հայրենասիրություն էր, որը հայրենիքի ծառայությունից, ժողովրդի ծառայությունից դուրս չուներ որևէ այլ շահ, այլ մտածում, այլ պատկերացում կյանքի մասին։ Երբ ձեռնադրվեցի կուսակրոն քահանա, անմիջապես 40-ից հետո մեկնեցի Վիեննա, ուսումս այնտեղ շարունակելու որպես կաթոլիկ եկեղեցու կողմից հրավիրված էկումենիկ ուսանող։ Ուսումնական տարիներից հետո Վիեննայում նշանակվեցի Գերմանիա որպես հոգևոր հովիվ եւ ուսումս շարունակեցի Բոնի աստվածաբանական համալսարանում։ Այնուհետև վերադարձա Մայրաթոր Սուրբ Էջմիածին, 1 տարի սովորեցի Զագորսկում, որից հետո վեհապար հայրապետի տնօրինությամբ նշանակվեցի Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդի օգնական։ Առաջնորդական փոխանորդը Կոմիտաս arczepiskopos Տեր Ստեփանյանն էր։ 1 տարի աշխատեցի, այնուհետև վախճանվեց Կոմիտաս Սրբազանը, նրան փոխարինեց Արսեն arczepiskopos Բերբերյանը, որը 2 տարի պաշտոնավարեց, իսկ 83 թվականից վեհապար հայրապետի բարձր տնօրինությամբ նշանակվեցի որպես առաջնորդական փոխանորդ Արարատյան հայրապետական թեմի, որը այն ժամանակ ընդգրկում էր բացի Շիրակի տարածքից գրեթե ողջ Հայաստանի տարածքը։ Եվ 16 տարի արդեն այս պաշտոնն եմ վարում Հայաստանի Ցարակելական եկեղեցում, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եմ ի պաշտոն է այդ տարիներից ի վեր։ Վազգեն վեհապար հայրապետի ուրեմն հիվանդության վերջին տարիներին, երբ ինքը այլևս չէր կարող նույն հետևողականությամբ վարել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ընթացիկ գործերը, հատուկ հանձնախումբ նշանակեց, որի նախագահ կարգեց ինձ, որպեսզի վարենք Էջմիածնի ընթացիկ աշխատանքները, վարչական բոլոր գործերը։ Ուրեմն այդ աշխատանքները կազմակերպեցինք, կատարեցինք, այնուհետև իր վախճանումից հետո ընտրվեց Գարեգին առաջին երջանկայի շատակ հայրապետը, նույն պաշտոնի վրա շարունակեցի իմ աշխատանքը, ծառայություն Արարատյան թեմում, իր վերջին տարիներին էլ հիվանդության, վերջին տարին հիվանդության վեհապար հայրապետի տնօրինությամբ նշանակվեցի ընդհանուր փոխանորդ, նույնպես Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ընթացիկ գործերը զուգահեռ Արարատյան թեմի աշխատանքների հետ վարելու։ Այս է գրեթե իմ գործունեության կյանքի ընթացքը, ուրեմն ծնունդից մինչ այսօր։
պետք է ասեմ, որ գործունեության առումով ամբողջապես տարբեր երևույթ էր աշխատանքը խորհրդային կարգերի շրջանին եւ աշխատանքը անկախության շրջանում։ Անշուշտ եկեղեցին նորովի սկսեց գործել, երբ երկիրը մեր անկախացավ։ Երկրի անկախության հետ եկեղեցին ստացավ լայն հնարավորություններ, ազատություն իր իրական, իր ամբողջական, քրիստոնեական առաքելությունը մեր ժողովրդի կյանքում իրականացնելու։ Ցավի սիրտի ասեմ, որ փոփոխությունները այնքան արագ ընթացք ունեցան, որ եկեղեցին չկարողացավ համակայլ ընթանալ այդ ժամանակի փոփոխությունների հետ։ Եվ բավականին դժվարին եղավ, որպեսզի մենք կարողանանք այդ ծանր պայմաններում, այդ դժվարին պայմաններում մեր առաքելությունը իրականացնել մեր ժողովրդի կյանքից ներս։ Չունեինք բավարար թվով եկեղեցականներ, արժեզրկումը դրամի մեծապես իր բացասական անդրադարձ ունեցավ եկեղեցական կյանքից ներս։ Առաջ եթե Մայրաթոր Սուրբ Էջմիածին այնքան գումարներ ուներ, որ չգիտեր ինչպես ծախսեր, եւ նվիրատվություններ էր կատարում այս կամ այն հաստատություններին, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայտնվեց նեղ ծանր կացության մեջ, դժվարությունների մեջ, նյութական առումով, չունեինք բավարար թվով եկեղեցիներ, ուր կկարողանայինք ուրեմն կազմակերպել մեր եկեղեցական կյանքը, համախմբել մեր հավատացյալներին, աշխատանք կատարել նրանց հետ, չունեինք մանկավարժներ, որոնք որ կարողանային մատաղ սերնդի հոգևոր կրթության, դաստիարակության գործը կազմակերպել։ Ուրեմն այս պայմաններում ձեռնամուխ եղանք անմիջապես Արարատյան թեմում ուսուցիչների, կրոնի ուսուցիչների պատրաստության աշխատանքներին, օգտվեցինք առիթից, որ եկեղեցու հովանավորության տակ վերցնենք նախկին պիոներ պալատները, որ մեծաթիվ երեխաներ էին հաճախում դպրոցից հետո իրենց տաղանդը, իրենց ձիրք, շնորհը այնտեղ զարգացնելու, այնտեղ կատարելագործելու եւ այդ հաստատություններում կազմակերպեցինք նաեւ կրոնական դաստիարակությունը, որովհետեւ հավատացած ենք, որ երկրի վաղվա օրը պետք է կառուցեն քրիստոնեական բարոյականի տեր մեր ժողովրդի զավակում։ Եվ խիստ կարևորվում էր, որպեսզի մատաղ սերունդի հետ համապատասխան քրթական դաստիարակչական աշխատանք իրականացվի։ Այսօր 3 հայրենիաց տները, որ գործում են Արարատյան թեմի տնօրինության տակ։ Եկեղեցականների պակասը, բացը լրացնելու համար 1990 թվականին Սևանում հիմնեցինք դպրանոց։ Վերաբացեցինք Սևանի բանկերը, խնդրեցինք ետ վերադարձնել մեզ ընծայարանի շենքը, այնտեղ կազմակերպեցինք ուրեմն առաջին դասարանը հոգևոր հաստատության եւ տարիների ընթացքին ուրեմն ձևավորվեց կյանք առավ այդ հաստատությունը որպես հնգամյա գիշերօթիկ
դպրոց, հերթական հաստատություն, եւ ուրախ եմ ասելու, որ արդեն 4-րդ շրջանավարտ ծերունդն ենք տվել այդ հաստատությունից, որոնցից առաջին 2 շրջանավարտ ծերունդից 15 այսօր արդեն որպես ամուսնացյալ եւ կուսակրոն քահանաներ ձեռնադրվել են եւ իրենց ծառայությունն են մատուցում մեր ժողովրդին եկեղեցու ճանապարհով։ Դժվարին վիճակվեց մեր ժողովրդին երկրաշարժ, Արցախյան շարժում, շրջափակում, տնտեսական, սոցիալական խնդիրներ, դժվարություններ, բարդություններ եւ այդ ժամանակ բնականաբար եկեղեցին որպես ծնող պետք էր որ ամբողջապես դրվեր, նվիրվեր ժողովրդի հոգացությանը։ Ինչ որ հնարավոր էր փորձեցինք կատարել, թեթևացնելու, սպեղանի դնելու մեր ժողովրդի զավակած հոգու վրա բացված վերքերին, նաև ֆիզիկական առումով իրենց հասած վերքերին ու ցավերին։ Օգնություն կազմակերպվեց եկեղեցու ճանապարհով աղետյալներին, գաղթականներին։ Կարող եմ ասել, որ գրեթե 7 տարի շարունակ եկեղեցին ի վիճակի չեղավ իր նյութական միջոցներից հատկացում կատարել եկեղեցու ներքին կյանքի բարենորոգմանը, բարեզարդմանը, եկեղեցաշինությանը։ Ամբողջ գումարները նպատակաուղղվում էր մեր ժողովրդի կարիքների հոգացմանը։ Եվ արվում էր այն գիտակցությամբ, որ դժվարին այս կացության մեջ մենք որպես ծնող պարտավոր ենք մեր ժողովրդի կողքին լինելու։ Նրանց հոգսը փորձելով ինչ-որ չափով վերցնել մեր ուսերի վրա, թեթևացնելու առումով։ Որովհետև որպեսզի վաղը չարժանանանք, թե արդեն իսկ նման մեղադրանքներ, նման դժկամություններ, դժգոհություններ հնչում են, թե ուր էր հայ եկեղեցին մեր կյանքի ծանր ու դժվարին պայմաններին։ Նաև այդպիսի արտահայտություններ այսօր հնչում են քարոզչական գործունեության առումով, որ մենք չենք կարողանում իրապես այս վերջինը արդար է եւ տեղին, որ եկեղեցին իրապես չի կարողանում լինել ամենուր, հոգ տանել մեր ժողովրդի հոգևոր պահանջմունքների բավարարման։ Ողջ ընթացքին, սակայն խղճի մտոք կարող եմ ասել, արել ենք ինչ որ կարելի էր մեր եկեղեցականած դասով Արարատյան թեմի։ Այդ շրջանում իրապես մեր եկեղեցու սպասավորները գիտակցությունը ունեին եւ աշխատում էին, որ իրենք պարտավոր են մեկ անձ լինելով 5-ի աշխատանք կատարել։ Եվ չգիտեմ ինչպես, բայց կարծում եմ, որ կատարեցինք մեր պարտքը։ Մեր խղճի վրա ծանրացած չէ թերացումի զգացումը։ Ավելին թերևս հնարավոր էր անել, բայց կարծում եմ արվածը անբավարար չէր եւ իրապես ես որպես առաջնորդական փոխանորդ Արարատյան թեմի իմ խորը գնահատանքը արտահայտել եմ եւ վերստին ուզում եմ արտահայտել մեր հոգեվոր դասի նկատմամբ, որոնք որ նվիրումով կատարեցին իրենց ծառայությունը այդ ծանր դժվարին օրերին, տարիներին մեր ժողովրդին բաժին ընկած
կյանքի ժամանակահատվածում։ Տնտեսական եւ ընկերային այս դժվարությունները ուղեկցվում էին նաեւ այլ դժվարություններով հոգեվոր ոլորտում։ Օգտվելով ստեղծված իրավիճակից Հայաստան ներթափանցեցին, ներխուժեցին բազում աղամներ, կրոնական այլ եւ այլ հոսանքներ, որոնք մեր ժողովրդի զավակած փորձում էին օգնություն հասցնելու, մատուցելու այդ պատրվակի տակ, նրանց հեռացնել իրենց հայրերի սրբազան հավատքից, ինչպես ընդունված է, զբաղվել հոգեվորսությամբ եւ իրենց համայնքները ձևավորել մեր նվիրական սրբազան հողի վրա։ Ցավով պետք է ասեմ, որ նրանք հաջողություն գտան, որովհետեւ ինչպես ասեցի, մենք պատրաստ չէինք, մենք ի վիճակի չէինք լինել ամենտեղ, լինել մեր ժողովրդի զավակած կողքին, բոլոր պարագաներում եւ հասցնել նրանց հոգեվոր սնունդ եւ մխիթարություն։ Մենք հաճախ մխիթարում ենք մեզ նույնիսկ վկայակոչելով ծանոթ արտահայտություն, թե ալյուրը վերջացավ, հավատը վերջացավ։ Այսինքն, որ մեր ժողովրդի զավակունք ամրորեն կապված են իրենց սրբազան հայրերի հավատքին, որ երևույթ է ժամանակավոր է, որ ինչպես անցյալի մեր պատմության մեջ պատահել է նման վիճակներ, երբ մեր ժողովրդի զավակունք իրենց կյանքի տնտեսական դժվարին պայմաններից թելադրված հարել են այլ եւ այլ կրոնական հարանվանությունների եւ գաղափարախոսությունների, դարձել են դրանց հետևորդը, երբ տնտեսապես բարվոք վիճակ է վերստին հաստատվել երկրում, նրանք վերադարձել են իրենց հայրերի սրբազան հավատքին։ Կարծում եմ, որ նման մտածողությունը այսօր թյուր մտածողություն է եւ իրավունք չունի հայ եկեղեցական, իրավունք չունենք մենք մեզ հանդարտեցնելու, հանգստացնելու նման հիմնավորումով, նման պատճառաբանությամբ, որովհետև իրապես ավեր է գործված հոգևոր կյանքից ներս եւ այդ ավերը վերացնելու համար, վերականգնելու համար մեր հոգևոր միասնությունը պետք է որ մենք քրտնաջան նվիրյալ աշխատանքով փորձենք վերականգնել կորցրածը, պատճառված ավերն ու վնասը։ Մենք չենք կարող անտեսել միջազգային իրավունքի նորմերը, երբ մենք ցանկանում ենք որպես ազգ եւ պետություն ընդգրկվել այդ հանրության մեջ եւ մեր տեղը ունենալ միջազգային կյանքում ազգերի եւ պետությունների կողքին։ Բայց կարծում եմ, որ
կան օրենքի շրջագծերում հնարավորություններ, որոնք որ չեն օգտագործվում լիարժեքորեն եւ այդ հնարավորությունները սպառված չեն եկեղեցի պետություն փոխհարաբերություններում։ Պարզապես այսօր թերևս մեր պետությունը առաջնային այլ խնդիրներ ունի իր առջև ծառացած, որոնց լուծմանը, որոնց կարգավորմանը հետամուտ է, ինչպես տնտեսական, ընկերային, քաղաքական ասպարեզներից ներս, բայց կարծում եմ նույնքան կարևոր է եւ էական է եւ չպետք է որ մեր ուշադրության դաշտից դուրս մնա հոգեվոր ոլորտը։ Հավատի խնդիրը, որը ազգը միավորող գործոն է, այդպես եղել է դարերի ընթացքին, այդպես է այսօր եւ այդպես լինելու է վաղը։ Մեր ժողովուրդը, որ գոյատևել է, բոլորը գիտակցում են շնորհիվ իր հավատքի է։ Եվ խարխլել մեր ժողովրդի հավատը, քանդել կառուցված տաճարները մեր ժողովրդի հոգուց ներս նշանակում է դիմազրկել, նշանակում է որպես ազգ կանգնեցնել կորստյան վտանգի առջև։ Եվ այս իմաստով իբրև եկեղեցի, իբրև պետություն, կարծում եմ, որ պետք է որ մենք լուրջ մտահոգություն դրսևորենք մեր ժողովրդին փրկելու հոգևոր այդ աղետից, հոգևոր կյանքի ավերածություններից։ Գիտենք, որ յուրաքանչյուր հայու հայացք, որտեղ էլ այն ապրելիս լինի, ուղղված է դեպի մայր հայրենիք, ուղղված է դեպի Սուրբ Էջմիածին եւ դեպի Մասիսները հայոց երկրի։ Այնպես որ այս դրական, այս նպաստավոր նախադրյալները պետք է որ մենք իբրև եկեղեցի կարողանանք լավագույնս օգտագործել, համախմբելով մեր եկեղեցու զավակած մեր թեմական կառույցների մեջ, սերտ կապերով, ուրեմն կամրջելու հայրենիքի հետ, կամրջելու մայրաթոր Սուրբ Էջմիածնի հետ համապատասխան ուրեմն ծրագրեր գործունեության մշակելով։ Կարծում եմ, որ մեծապես նաև կարևորություն է ստանում երկու աթոռների փոխհարաբերությունները, որոնք որ պետք է որ համագործակցության հիմերի վրա կառուցվեն, մեկը մյուսին եղբայրական զորակցություն ապահովելով, որովհետև պետք է գիտակցենք, որ զորացումը մեկ աթոռի նշանակում է զորացում մյուս աթոռի։ Զորացումը թեմի նշանակում է զորացում համայնքի։ Զորացումը համայնքի նշանակում է զորացում եկեղեցու։ Ուրեմն անկախտելիորեն շահկապված է ողջ կառույցը եւ պայմանավորված է մեկի հաջողությունը մյուսի աշխատանքով, արդյունավետ աշխատանքով եւ գործակցությամբ։
Ես հավատում եմ, որ 1700-ամյակը քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակը պիտի վերանորոգության, վերակերտումի, վերազորացման գեղեցիկ առիթ լինի մեր ժողովրդի համար եւ մեր եկեղեցու համար։ Եվ մեր եկեղեցին պիտի կարողանա նորովի վերակազմակերպել իր կյանքը։ Մեր ժողովրդի զավակունք պիտի կարողանան մուտք գործել եկեղեցի եւ այնտեղից հոգեվոր մխիթարություն եւ հոգեվոր սնունդ ու զորացում ստացած գնալ իրենց տուն։ Եկեղեցին պիտի ներկա լինի մեր ժողովրդի կյանքի մեջ։ Ժողովուրդը պիտի կարողանա աղոթքները հոգեվոր դարձնել իր կենցաղի մաս, իր առօրյայի մեջ կիրառելի, իր յուրաքանչյուր գործ եւ քայլ, ինչպես եղել է անցյալում, պիտի ուղեկցվի աղոթքով եւ եկեղեցու օրհնությամբ, մեր հայրերի օրհնությամբ։ Եկեղեցին այս առումով բավականին ծանր, բավականին պատասխանատու աշխատանքներ ունի իրականացնելու։ Թե ծիսարարողական կյանքի մեջ, որպեսզի ավելի մատչելի, ավելի հասկանալի լինի մեր ժողովրդի զավակած, որպեսզի իրապես ոչ թե թատերական ներկայացման տպավորությամբ ժողովուրդը դուրս գա եկեղեցուց, այլ հաղորդ ու մասնակից դառնա եկեղեցում իրականացվող, կատարվող ծիսարարողական կյանքին, որպեսզի ժողովուրդը ներգրավվի եկեղեցու շուրջ համայնքային կյանքի մեջ, կազմակերպվի որպես համայնք եւ իբրև համայնքային այդ կառույցում կարողանա տեսնել եւ ձևավորել թե իր անձնական, անհատական եւ թե իր պետական շահերը։ Բնականաբար այս ամբողջ իրականացնելու համար պետք է որ բավարար թվով եկեղեցիներ կարողանանք հիմնել ու հաստատել։ Բավարար թվով պետք է կարողանանք եկեղեցականներ ունենալ, բայց թերևս թվից առավել պետք է որ ունենանք ժամանակի ոգին, ժամանակի պահանջները, սեր, նվիրում, հավատ, իրենց անձի մեջ կրող եւ իրենց անձից դեպի ժողովուրդ ճառակող եկեղեցականների սերունդ պատրաստել։ Մնում է հայցել, որ Աստված իր պահապան աչքը հովանի դարձնի մեր հայրենիքի վրա, զորակից եւ մարտակից մեր ժողովրդին եւ մեր եկեղեցականությանը, որ մենք կերտենք մեր կյանքը երջանկաբեր, օրհնաբեր, աստվածահաճո, որպեսզի շարունակենք մեր ընթացքը դեպի հավերժություն, դեպի հավիտենություն։ Օրհնյալ թողնի ընթացքը մեր ազգի, այսնոր պայմաններում մեր հայրենի անկախ պետականության։